Հրապարակը վանկարկում է։ Ազդարարում ենք մեր երկրի շրջադարձային փոփոխությունների սկիզբը, Ազատության հրապարակի հարթակից հայտարարում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ասում է ճիշտ 10 ամիս առաջ, երբ Սամվել Կարապետյանի հետ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էին, պատկերացնել մտքի ծայրով անգամ անցկացնել չէր կարող, որ այսօր, իր խոսքով, տասնյակ հազարավոր հայրենակիցների հետ այստեղ է լինելու։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, եւ մենք ենթարկվելով նրան, արել ենք եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է։ Ուժեղ Հայաստանը գալով իշխանության առաջնահերթ կփոխի պետության վերաբերմունքը մեր ընտանիքների նկատմամբ։ Ընտրությունից ընտրություն չի, որ բաշխվելու է պետության կողմից փշրանքներ սեփական ժողովրդին։ Աղքատությունը վերջ դնելու համար Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ, իրական ներդրողներից։ Հրապարակում հավաքված բազմությունը ոգևորությամբ է արձագանքում Ուժեղ Հայաստանի խոստմանը։ Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է եւ լավ է ապրելու։ Սրա համար իհարկե ժամանակ քրտնաջան աշխատանք կպահանջվի, նշում է Նարեկ Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ հայկական ամենամեծ կազմակերպություն ստեղծած անձնավորությունը Սամվել Կարապետյանը իր առաջնորդությամբ մեզ կբերի հաղթական այն կետին, երբ մենք հաղթած կլինենք աղքատությանը եւ կունենանք բարեկեցիկ երկիր։ Եվ ահա 7-ամսյա կալանավորումից հետո Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն առաջին անգամ տեսաուղերձով դիմում է հանրությանը։ Ասում է Հայաստանը դարձնելու են բարեկեցության երկիր, բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում է անձամբ։ Մեր հաղթանակի եւ իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, մի հուսահատվեք, Հայաստանը կարող է եւ պետք է լինի ուժեղ, եւ մենք հասնելու ենք մնայուն ու իրական խաղաղության։ Մենք թույլ խաղաղությունը փոխարինելու ենք ուժեղ խաղաղությամբ, ուժեղ դիվանագիտության շնորհիվ։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Ուժեղ ենք լինելու եւ Մոսկվայում, եւ Վաշինգտոնում, եւ Լոնդոնում, շարունակում է Կարապետյանն ու հավելում, փոփոխությունը սկսում է ժողովուրդը, ինքն էլ այն դարձնում իրականություն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։